Ողջույն սիրելիներ, այսօրվա ճաշու ընթերցվածից կարդում ենք ավետարանից հետևյալ հատվածը. Եվ մինչ նա դեպի Երուսաղեմ էր գնում, անցնում էր Սամարիա և Գալիլեայի միջով, և երբ մի գյուղ էր մտնում, նրան հանդիպեցին 10 բորոտներ, որոնք հեռու կանգնեցին և բարձրացրին իրենց ձայնը և ասացին. «Հիսուս վարդապետ, ողորմիր մեզ»։ Եվ երբ նրանց տեսավ, ասաց նրանց. «Գնացեք դուք ձեզ քահանաներին ցույց տվեք»։ Երբ գնում էին, նույն ժամին մաքրվեցին։ Նրանցից մեկը, երբ տեսավ, թե բժշկվեց, վերադարձավ և բարձր ձայնով փառավորում էր Աստծուն, երեսի վրա ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և շնորհակալություն էր հայտնում նրան, և ինքը սամարացի էր։ Հիսուս պատասխանեց և ասաց. «Սրանք 10-ն էլ չմաքրվեցի՞ն, իսկ արդ 9 ուր են, որ չվերադարձան փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց»։ Եվ ասաց նրան. «Վեր կաց, գնա, որովհետև քո հավատը քեզ փրկեց»։ Տեսեք սիրելիներ, 10 բորոտներ մաքրվեցին Տեր Հիսուս Քրիստոսի խոսքով, սակայն նրանցից մեկը փրկվեց։ Սա հետաքրքիր հանգամանք է, որ Տերը շեշտադրում է. ինչով փրկվեց այդ մեկ բորոտը, վերադարձավ և փառք տվեց Աստծուն, հավատաց Տեր Հիսուս Քրիստոսին, որ նա է Տերը և Աստվածը երկնքի և երկրի։ Այս հավատն է, որ փրկում է։ Եվ գիտեք, շատ կարևոր է գիտակցել այս հանգամանքը։ Երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս իր հարությունից մեկ շաբաթ հետո նորից վերադարձավ վերնատուն, մտավ, քաջալերեց իր աշակերտներին հավատի մեջ և հանդիմանեց Թովմասին, որ ասում էր, թե մինչև չտեսնեմ նրա վերքերը և իմ մատը չմտցնեմ նրա վերքերի մեջ, չեմ հավատա, որ նա հարություն է առել։ Եվ Տերը նրան հանդիմանեց ասելով. «Ահա դու տեսար և հավատացիր»։ Բայց երանի նրանց, ովքեր չտեսան և հավատացին։ Ուրեմն մի եղիր անհավատ, այլ եղիր հավատացյալ։ Հենց այս հավատքը, որ Տեր Հիսուս Քրիստոս մեր Տերն է, Տեր Հիսուս Քրիստոս մեր Աստվածն է, ահա նա է, որ մեզ փրկում է։ Նա է փրկիչը երկնքի և երկրի, որովհետև մարդուն մաքրում է ամեն մեղքից։ Տեսեք Տեր Հիսուս Քրիստոսը ինչ մարդասիրություն է ցուցաբերում այդ բորոտների նկատմամբ։ Չի ասում գնացեք, ինչ ուզում եք արեք, այլևս մաքրված եք։ Ասում է գնացեք և օրենքը պահեցեք, ինչու որպեսզի նրանք արտաքսված չմնային հրեական հասարակության կողմից։ Սակայն շատ կարևոր էր այս մեկ բորոտի կեցվածքը։ Նա վերադարձավ, այսինքն դարձի եկավ։ Նա որոշեց իր կյանքի մտադրությունը փոխել, այսինքն չապրել նախկին աշխարհիկ մտադրություններով, այլ ապրել հավատքով։ Սիրելիներ, և հենց այս իմաստով է, որ մենք Աստծուն հավատալով նույնպես մեր կյանքի մտադրությունը փոխենք, ապրելով քրիստոնյա վայել կյանքով, ապրելով արդարությամբ, ապրելով ապաշխարության կյանքով, որպեսզի Տեր Հիսուս Քրիստոսի քաջալերանքը մեզ էլ հասնի։ Վեր կաց, գնա, որովհետև քո հավատը քեզ փրկեց։